Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող ապագայի կուսակցությունը։ Մեր գաղափարները այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ, թե դրսից, թե ներսից։ Մեզ իբրև ազգային ուժ հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ ապագայում մեր գործունեությունը և դերակատարությունը չեզոքացնելու համար։ Եվ մենք շատ հստակ, թե դրսի, թե ներսի հակահայ ուժերին ասում ենք. դուք կարող եք հալածել դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել դաշնակցության գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը։ Ավելին, իրականում դուք չեք էլ կարող խանգարել կամ խաթարել մեր կազմակերպության գործունեությունը, քանի որ դաշնակցության արևը մայր չի մտնում։ Սիրելի հայրենակիցներ, սա մարտահրավեր է մեր ողջ ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին։ Փաշինյան Ալիև ծրագրերը ձախողելու համար ժամանակն է ստեղծել համահայկական և համազգային ոճի ճակատ։ Դաշնակցության առաջարկը հետևյալն է. կառուցել նոր որակի ազգային պետություն, որը կլինի մրցունակ և ուժեղ։ Մենք ունենք առաքելություն ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու։ Հայաստան, որը ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը անչափելի։ Մենք պատասխանատու ենք մեր 135-ամյա կենսագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ, մեր հայրենիքի և պետության առաջ։ Հետևաբար, մենք սխալվելու, հոգնելու, դանդաղելու, նահանջելու տեղ չունենք։ Եվ ես ձեր բոլորի անունից, Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ առաջիկա պայքարում հայ հեղափոխական դաշնակցությունը ունենալու է առանցքային դերակատարություն։ Մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճռականություն գետնի վրա կռիվ տալու, հակազդեցություն ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Մենք ապացուցելու ենք, որ Հայաստանը չի ծնկել, չի հանձնվել և չի հանձնվելու։ Սա է դաշնակցության խոսքը, սա է դաշնակցության դիրքորոշումը, սա է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա, հանուն հայի, հանուն պետության։